Արնյուզի եթերում Կիրակ Նորյա Vivarro News-ն է, բարև ձեզ։ Այսօր ես իմ տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի ֆիթնեսի եւ բոդիբիլդինգի բաց առաջնության ֆիթնես բիկինի բացարձակ չեմպիոն Լիլիա Գևորգյանին։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, մերսի։ Տրամադրությունը։ Լավ։ Մարզական է։ Որտեվ տեսնում եմ, ունենք գավաթ, ունենք մեդալ, պետք է լինի մարզական։ Այ խոսենք մի փոքր մրցությունից, առաջնությունից, ինչ մրցույթ էր, մի փոքր պատմեք մրցույթից։ Մրցույթը Հայաստանում դեռ շատ ճանաչված չի, ինքը շատ գեղեցիկ մրցույթ է, սպորտի եւ մոդելային համադրությունն է, խառնուրդը, որը շատ գեղեցիկ է, պետք է ունենալ սլացիկ մարմին, չափի մեջ ձևավորված մկաններ, ճիշտ զարգացած, ամեն ինչը հաշվի են առնում եւ մազերը, դեմքը, ամեն ինչ այնինչ երևում է, այնինչ կապված է տվյալ մրցության հետ։ Այ պայքարը շատ թեժ էր, ինչ կային մասնակիցներ։ Մասնակիցները քիչ են Հայաստանում, դեռ քիչ են, բայց ինձ թվում է զարգացում է ապրում, աղջիկները քիչ-քիչ Հայաստանում մի քիչ բեմ դուրս գալը եւ այլն, մի քիչ պրոբլեմ կա։ Այս դες մենակ այդ կոմպլեքսն է խանգարում աղջիկներին, թե կա էլի ուրիշ պատճառներ, որ այս սպորտաձևը այդքան էլ երևի պատճառները այդքան չէ, ինչքան բեմ դուրս գալը ու հիմա չնայած շատ զարգացում է ապրում, արդեն սկսում են պարապել, հիմնականում վախենում են մկաններից, բայց ֆիթնես բիկինի մրցույթը դա տգեղ մկանները չեն, դա չափի մեջ գեղեցիկ ու առողջ մկաններ ցույց տալն է։ Իսկ լինում են տգեղ մկաններ։ Դե մի քիչ ավել պարապած, ասենք body building կա այդ տեսակ Ամերիկայում հիմնականում, որ կանայք պարապացնում են, դա նայած ով սիրում են եւ մկանները, շատ մեծ մկանները կարծում եմ այդքան էլ գեղեցիկ չեն։ Շատ բարի, հեշտ տվեց հաղթանակը ձեզ։ Այդքան էլ չէ, ես առաջի անգամ չի որ մասնակցում եմ, վերջապես հասա իմ նպատակին, շատ ուրախ եմ։ Դե շնորհավորում եմ եւս մեկ անգամ ձեզ։ Ինչպես ընտրեցիք այս ուղին, ինչը գրավեց ձեզ այստեղ։ Ես փոքր ժամանակվանից սպորտով եմ զբաղվում, գնացել եմ բալետի, հետո գեղարվեստական գիմնաստիկայի, բայց ինչքան որ մեծացա, ֆիթնեսը ուսումնասիրել եմ երկար ու ես կարծում եմ, որ գեղեցիկ մարմին կերտելը հնարավոր է իմ կարծիքով ֆիթնեսի միջոցով սիրուն գեղեցիկ մկաններ գրագետ պարապած ստանում են միայն ֆիթնեսի, դա իմ անձնական կարծիքն է, ես փոխեցի իմ ուղղությունը դեպի ուժային ու չվախեցա մկաններից, չափի մեջ մկաններ ունեմ մկաններ ու կարծում եմ գեղեցիկ է։ Իսկ բալետը չտուժեց այս դեպքում, թե ավելի լավ է ֆիթնես, քան թե բալետ։ Կարծում եմ ոչ։ Այնց հետաքրքիր է, հատուկ սննդակարգ ունեք, դուք օգտվում եք հատուկ սննդակարգից, մի փոքր խոսենք։ Մրցույթից առաջ սննդակարգը, որ պետք է չորացնեն մկանները, շատ դաժան։ Ինչի համար է կատարում չորացումը։ Չորացումը կատարում է, որ մկանները ավելի արտահայտիչ լինեն, ընդգծվեն, որ ասենք ժուրին տեսնի չափը մկաններին, մենակ չորացնելու միջոցով է հնարավոր գեղեցիկ ընդգծված մարմին ցույց տալը, դա էլ դժվար է, դա կամքի ուժ պետք է ունենալ, որ կարողանալ դիմանալ, դիետա կոչվածը։ Պետք է հաղթահարել ամեն դեպքում։ Դժվարություն։ Ամեն մարդ չի կարողանում պահել դիետա։ Ճիշտ եք ասում, ծանր պարապմունքները եւ դա միասին բավականին հեշտ չի տրվում։ Այ բացի մկաններից ինչ է այլ անհրաժեշտ, որպեսզի ֆիթնես բիկինիում հասնել հաջողության։ Դե կարծում եմ կամքի ուժ առաջինը։ Դիետային դիմակայելու կարողություն։ Դե երկրորդ բաներից մեկն էլ համաչափ մարմին ունենալը, հետո կերտել մկաններ։ Այ կարծիքները, գիտեմ, կարող են տարակարծություն լինել այս սպորտաձևի հետ կապված, այ Հայաստանում ինչպես են վերաբերվում այս սպորտաձևին։ Ընկերները, միջավայրում, շրջապատում ինչպես են վերաբերվում։ Հիմա չեմ վերաբերվում։ կարծում, որ շատ վատ են վերաբերվում, մի քանի տարի առաջ ավելի վատ էր։ Հիմա զարգացում է ապրում, որ ես այլ պարապացնում եմ եւ զգում եմ, որ աղջիկները շատ են սկսում մկանային պարապմունք զբաղվել, չվախենալ մկաններից, որովհետեւ տգեղ մկաններ ամենայն դեպս չեն կարող ստանալ, երկար ժամանակ է պետք, մարմինը կերտել ու ունենալ սլացիկ կառուցվածք, կարծում եմ հնարավոր է եւ կունենան։ Այ երկրորդ բխող հարցը, ինչպես եք վերաբերվում սպորտային հավելումներին, որովհետեւ եթե կա սպորտ, կան նաեւ հավելումները անպակասներ են։ Բնականաբար, բայց դե այդ ես ասացի արդեն ֆիթնես բիկինին
հավելումներ շատ չի պահանջում, այսինքն ուրիշ ինչ-որ քիմիական բնական միջոցներով ավելի չեմ օգտագործում, բնական միջոցներով, որտեղ մեծ մկաններ չեն պահանջում, ուղղակի պարապած լայն ուսեր ու սլացիկ կառուցվածք է պետք, գրագետ պարապած մկաններ, չափի մեջ շատ գեղեցիկ է։ Իսկ առաջիկայում ունեք մրցույթներ, որին պետք է մասնակցեք, թե դեռ հաղթանակից հետո հանգիստ երևի։ Չէ, չեմ կարծում, որ հանգիստ, նպատակներ ունեմ, չգիտեմ հիմա, բայց Եվրոպայի մրցումներին Ինչպես է ակտիվությունը մեզ մոտ Եվրոպայում մասնակցում են, կա մասնակցում են տղաների մոտ, տղաները շատ են հիմա մեր մոտ, շատ լավ զարգացած պարապած գեղեցիկ մենք մարմնով կազմվածքով մկաններ տղաներ ունենք, որ հիմա մասնակցել են, լավ տեղեր են գրավել, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը լուրջ հաջողություն է։ Մեծ, այո, մեծ իսկ կանանց շրջանում դեռ աղջիկների շրջանում դեռ ոչ, բայց կարծում եմ կլինի անպայման։ Իհարկե, ում դեպքում պետք է զարգացնել այստեղ, նոր հետո երևի անցնել Եվրոպա կամ դուրս։ Այ ասիկ որ զբաղվել եք այլ սպորտաձևով, ինչ հետաքրքրություններ ունեք հիմա կապված սպորտի հետ։ Ինչ եք սիրում սպորտաձևերից։ Հետաքրքրված եք ֆուտբոլ օրինակ։ Ֆուտբոլը կերադասում եմ Լացիոն իտալական խումբ։ Օ, իտալական։ Իսկ ինչի են Լացիո։ Ինչն է գրավել։ Իտալիայի հետ կապված կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնց խաղը դուր է գալիս։ Եվ դրա համար Լացիո։ Իտալիայի հետ կապված լավ հուշեր է երևի ասես։ Շատ բարի։ Եվ վերջում կխնդրեի խորհուրդներ աղջիկներին, ովքեր ուզում են զբաղվել, ովքեր կամ չեն ուզում զբաղվել, ովքեր լսելուց հետո կզբաղվեն։ Խորհուրդ կտայի աղջիկներին չվախենալ մկաններից, որտեղ մկաններ ձեռք բերելը այդքան էլ հեշտ չի։ Ու մեկ էլ կգերադասեմ խորհուրդ տալ, որ ինքնագործունեությամբ չզբաղվել, այսինքն մենակ առանց մարզիչի չպարապել, որովհետև սխալ է։ Իհարկե, այս դեպքում կարևոր է լավ մարզիչ ունենալը ամեն դեպքում։ Իսկ հավելումներից, սննդային դիետաներից պետք է սկսել դիետայից, թե մարզվելուց հետո նոր դիետայից, որտեղ պետք է մարզվելուց հետո նոր անցնեն դիետայի։ Մարզվել, այնուհետև դիետա, ինչպես նաև համատեղ երևի այս դեպքում։ Դե ինչ շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերս, իրոք շնորհավորում եմ ձեզ այս հաղթանակի կապակցությամբ, բախտում եմ նորանոր հաջողություններ, թե այստեղ, թե դրսում, բայց մենք չենք ավարտում մեր հաղորդումը, մենք ունենք էքսպերիմենտալ էջ, գուշակությունների հետ ոնց եք։ Ճիշտն ասած չեմ հավատում։ Չեք հավատում գուշակություններին, իսկ երբ որ դուրք եք գուշակում։ Ես։ Այո։ Դժվար եմ տանից։ Փորձենք փոքր գուշակություն կատարել։ Փորձենք։ Դե ինչ անցնենք մեր էքսպերիմենտալ էջին եւ փորձենք գուշակել, թե ինչ կա սև պարկի մեջ։ Գնացինք։ Դե ինչ մեր սև պարկը արդեն տեղում է, փորձենք գուշակել, ինչ կա սև պարկի մեջ։ Ճիշտ ասած դժվար։ Չեմ պատկերացնում ինչ կարող է լինել։ Փորձենք։ Կօգնեմ ես ձեզ ընթացքում տարբերակներ։ Չգիտեմ, քաղցրավենիք։ Ոչ։ Այն խորհրդանշում է գեղեցկությունը։ Ճիշտ է, սևի մեջ է, բայց խորհրդանշում է գեղեցկությունը։ Չեմ կարող ասել։ Երկրորդ տարբերակը։ Չեմ կարող ասել, դժվար լինի մեջը։ Կարմիր է մեջը։ Տղաները նվիրում են աղջիկներին։ Մծանելիք։ Ոչ։ Ծաղիկներ։ Ամեն դեպքում բացենք երևի, տեսնենք։ Ինչ են նվիրում տղաները աղջիկներին։ Ծաղիկ, ուզում եք ասել։ Երևի ծաղիկ, չէ՞։ Շատ սիրուն է։ Դե մենակ ծաղիկ չի որ նվիրում։ Իհարկե, օծանելիք, քաղցրավելիք նույնպես։ Դե ինչ շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ։ Իսկ այսօրվա Vivaro News-ն այսքանն էր։ Յուրաքանչյուր օր փնտրեք մեզ News-ի եթերում, կարդացեք vivaronews.am, եղեք տեղեկացված եւ խաղացեք հաճույքի համար։ Ձեզ հետ մասներ, առայժմ։